300-400 մեքենա բաց են թողել։ Ի վերջո պատճառը ո՞րն է։ Ոնց է բաց թողել, որտեղ իրենք Պետությունն ասում է ես ստուգումներ եմ անում, ստուգումների արդյունքներով տեսել են, որ խնդիր չկա, բաց են թողել։ Բայց ինչու են կանգնեցել։ Մենակ երեք կարծեմ 156 կոնյակով վարձած մեքենա գնաց դեպի։ Ես երեք գրել եմ այդ մասին, որ այդ կոնյակով բարձված չէ, ավելի շուտ փայտանյութով բեռնված մեքենաների վարորդները ուղղակի որոշել են միահամուռ կերպով, այսպես բոյկոտ են այդ ամեն ինչը, քանի որ նաև այնտեղ խցանում է առաջանում մեքենաների մեծ քանակի պատճառով եւ որևէ գումար չտան վրացի մաքսավորներին, վրացիներն էլ ստիպված ընդառաջ են գնացել, ասել են դե լավ, որ այս խցանում չառաջանա, թողնենք դուրս գա։ Հիմա դուք տեղյակ եք այս ամեն ինչից, որ մեր վարորդները իրենք են իրենց գլխի ճարը տեսել։ Շատ բաներից են տեղյակ եւ եթե մեր վարորդները համարում են, որ իրենք են այդ խնդիրը լուծել, Պարոն Պապոյան, ներողություն։ Դուք ամեն անգամ բանակցում եք, բայց այդ խնդիրը չի լուծում կամ ամեն անգամ նոր խնդիր է առաջանում։ Ձեզ կարծում եք, որ այդ հարցը պետությունը չի որոշել եւ պետությունը չի լուծել, այդպես մտածեք։ Նախորդ անգամ որ բանակցել եք, ինչու նորից եղավ։ Մենք բան չունենք, խնդիր չունենք, որ այդպես ասած այդ բանը վերցնենք մեր։ Մեր համար կարևոր է եղել, որ չլինի այնտեղ մեքենա կանգնած եւ չկա այնտեղ մեքենա կանգնած։ Հարցը լուծվել։ Իսկ ինչու է կանգնած։ Պարոն Պապոյան, կաշառքի մասին տեղեկությունը հաստատվեց, որ հայ վարորդներից կաշառք են պահանջում։ Ոչ մեկ չեկավ ասեր հաստատեր դա, ճիշտ ասած։ Ես այդ հարցով դիմել էի, խնդրեցի, որ մեկ հոգի գոնե գա, այդպես էլ մեկ քաղաքացի չհայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, որ կգար ու կասեր։ Բայց ձեզ ինչու պետք է ասեն, Վրաստանի իշխանություններն են կաշառք պահանջում, կոռուպցիան Վրաստանում է, ոչ թե։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնյա եւ Հայաստանի Պարոն Պապոյան, Իրանի հետ կապված Իվական կներեսել ես։ Արման Թաթոյանը երեք ասեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ